դպրոցը։ Հրապարակում են Դանիել Վարուժանի անվան դպրոցի սաները, ուսուցիչները, տնօրինությունը։ Մեզ հետ են նաև մեր հյուրերը։ Իմ անունը Հայաստան է, ես ազատ եմ ու անկախ, իմ անունը Հայաստան է, իմ երկինքն է խաղաղ, իմ անունը Հայաստան է, ես ընկերն եմ դարերի, իմ անունը Հայաստան է, տուն եմ հայերի, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ որ միանում, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ միանում, իմ անունը Հայաստան է, հայ ես ու քրիստոնյա, իմ անունը Հայաստան է, խաչն իմ հաղթանակ միա, իմ անունը Հայաստան է, իմ եղբոր անունն Արցախ, մեզ պաշտպան ու պահապան է, սերունդն են անկախ, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ որ միանում, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ որ միանում, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ որ միանում, Հայն ու Հայաստանը նոր ու զորավոր, արտազատությանը ոնց այսօր, Հայն ու Հայաստանը երկու հատեր ժամում, միշտ էլ հաղթում ենք, երբ որ միանում, Yes, եմ Հայաստանը ես եմ Արևն իմ սրտում Պես մար չի մտնում Եվ ինչ է լինի Կյանքս չի մտնում դու ես, Հայաստանը դու ես, Հոգիտ մի թրջում Յուսել եմ մի բուր Յուսել երազի Ստուն է երագում Կապար որ հաղթում է ճարում Ձերքը դուր կպարեն քոչանին Սրտիչ կես նավեր Ջերմանեպներ Ու դարերից կարոտած բարև
Հայաստանի Հանրապետության դրոշը։ Եվ մեր դպրոցի դրոշը։ Խոսքը տրվում է Դանիել Վարուժանի անվան դպրոցի ուսուցչուհի Անահիտ Հակոբյանին։ Անկախության 25-ամյա տարելից։ Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն նրա անցած ուղին է, հիշողությունը, ասել է թե կենսագրությունը։ Ուստի ամեն տարելից հարմար առիթ է ճակատագրական իրադարձությունները վերհիշելու, ինչու՞ չէ, վերանայելու, հպարտանալու համար։ Առիթ է, որպեսզի կարողանանք դրսևորել մեծ կամք եւ բարձր գիտակցություն, գնահատենք հազարավոր հայրենիների կյանքի գնով ձեռք բերված մեր անկախությունը։ 20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը, որով էլ պայմանավորված են անկախության երկու տոները՝ սեպտեմբերի 21 եւ մայիսի 28։ Վերջինս անվանվում է Հանրապետության օր։ 1918 թվականի մայիսին թվում էր հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում գոյության վերջին օրերն էր ապրում։ Արարատի թվերի ներքո հավաքված արևելահայերն ու ցեղասպանությունից մազապուրց բրկված արևմտահայերի մի հատված միայնակ էին մնացել Օսմանյան զորախմբերի դեմ, որոնք շարժվում էին Սարդարապատի, Բաշապարատի, Ղարաքիլիսայի ուղղությամբ։ Արամ Մանուկյանը դիմելով ժողովրդին պիտի ասեր. մենակ ենք եւ պիտի ապավինենք միայն մեր ուժերին, մեր ճակատը պաշտպանելու եւ թե երկրի ներսում կարգ հաստատելու համար։ 1990 թվականներին սպառնալիքը ոչ թե Թուրքիայից էր, այլ արևելքից, Ադրբեջանից եւ հյուսիսից խորհրդային միությունից։ Ստացվեց, որ էլի մենակ էինք։ Չարենցյան խոսքերը, որ հայ ժողովուրդ, քո հաջությունը, քո միասնության ուժի մեջ է, դարձան ուղեր ողջ հայության համար, հասան աշխարհի բոլոր անկյուններն ու շեփորի կանչով բոլորին, ֆիզիկապես, մտովի, գաղափարապես, մեծագույն սիրով ու հավատով պայքարելու, դիմանալու պատրաստակամությամբ, հավաքեցին թատերական հրապարակում, որը վերանվանվեց ազատությանը։ Ու ծնվեց, մեծացավ շարժումը ժամ առ ժամ, օրեցօր էպոսի հերոս Դավթի նման, դառնալով հայության կամքի դրսևորում։ Եթե ուզեն, արևներին նոր տեմպ կտան ու նոր ուղի։ Եթե ուզեն, արեգակներ կշպրտեն երկինքի վեր։ Եթե ուզեն, կամքով արի ու աշխարհի հրով վարված, ինչեր միայն չեն կատարի, ամբոխները խելագարված։ 1921 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն արտահայտեց իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը, ասելով այո։ Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդը այդքան միասնական ու միաձուլ չի եղել տրամադրված։ 25 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին,
անկախությունն ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ 20-րդ դարի սկզբում շուրջ 600 տարի հետո հայը վերականգնեց պետականությունը։ Պատմական հայրենիքի մի փոքր հատվածում 20-րդ դարի վերջում անկախ եռագույնը երկարեց ու հանգրվանեց Արցախ աշխարհին։ Հուսանք, որ կունենա շարունակություն, երբ պահը հասունանա։ Իսկ այսօր պետք է գիտակցենք, որ մենք ենք պետությունը, մենք Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Սփյուռքը, մի բռունցք ենք, մի ամբողջություն։ Ամրանում հարատևում են այն ազգերով, ովքեր գիտեն հանունները, ով հայ ժողովուրդ, դու դրա պակասը երբևիցե չես ունեցել, ուրեմն շնորհավոր տոնդ, անկախ Հայաստան։ Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազատ ինքնորոշման միջազգային նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական իրավական հասարակարգ, հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Եկեք բարձր գորանք, ուռա։ Այս գեղեցիկ օրը իր պարային համարով կգեղեցկացնի 6-րդ դասարանցի Անի, դիմավորեք։ Հզոր կամք, ուժ, գիտելիք, ամուր ընտանիք, բանակ, ամենևի անկախության գրավականը։ Եվ պատահական չէ, որ մեր ապագան զինվորները իրենց կամքն ու ուժը կոփում են հենց դպրոցից։
Իրենց ելույթով հանդես կգան մեր դպրոցի կարատե խմբակի սաները, որոնք վաղը համալրելու են մեր զինվորների շարքերը։ Իր երաշտական ելույթ է ներկայացնում Օվսաննա Կալանդարյանը։ Yes, Հայաստանը ես եմ, արևն իմ սրտում, դες մարդ չի մտնում, և ինչ է լինի կյանքը չի մտնում, դու ես, Հայաստանը դու ես, հոգիդ մի թրջում, հյուսել եմ մի բոր, հյուսել է ռասիս, տուն է երակուն, կապար որ հաղթում է չարին, ձերքը դուր դավանեն քո չարի, սրտից քեզ լավեր, ջերմ արևներ, ու դարերից կարոտած բարևներ, դու ազատ ես հարազատ ես, ու վստահ բավան, հայան վախ ես դու աղախ ես, սավանող ասի նման, ես ու դու իրար համար ենք, սիրելով ենք ապրելու, ու երկուսս են համար ենք, միասին ենք ես ու դու, Հայաստան իմ սեր, իմ աղոտ, քո ազատությունը կապն է մեր, ես եմ, Հայաստանը ես եմ, հավերս կա, հիմա ես ներկա, ու պետք է պատմի լույսը տապակա, դու ես, Հայաստանը դու ես, հոգիդ մի թրջում, հյուսել է մի բոր, հյուսել է ռասիս, տուն է երակուն, կապար որ հաղթում է չարին, ձերքը դուր դավանեն քո չարի, սրտից քեզ լավեր, ջերմ արևներ, ու դարերից կարոտած բարևներ, դու ազատ ես հարազատ ես, ու վստահ բավան, հայան վախ ես դու աղախ ես, սավանող ասի նման, ես ու դու իրար համար ենք, սիրելով ենք ապրելու, ու երկուսս են համար ենք, միասին ենք ես ու դու, Հայաստան իմ սեր, իմ աղոտ, քո ազատությունը կապն է մեր, Հայաստան իմ սեր, իմ աղոտ, քո
սաներն են նաև մեր երկրապանները, նրանք մեր զինվորների կողքին ուսուսի պահպանում են մեր երկրի սահմանները։ 2016 թվականի մարտի 15-ին մեր կրթօջախում էլ բացվեց պատանի երկրապանների ակումբ։ Եվ մենք մեծ սիրով մասնակցում ենք ակումբի պարապմունքներին։ Այսօր մեր դպրոցի սաներից 4-ը կստանան հավաստագրեր։ Հավաստագրերը հանձնում են պատանի երկրապահ ակումբի ղեկավար Օֆելիա Հովհաննիսյանը։ Պատանի երկրապահ ակումբի հավաստագիր, կրտսեր սերժանտ, 8-րդ B դասանի աշակերտ Գրիգորյան Սարգիս Սուրենի։ Կրտսեր սերժանտ, 9-րդ A դասանի աշակերտ Գրիգորյան Հովհաննես Կարենի։ Կրտսեր սերժանտ, 9-րդ B դասանի աշակերտուհի Դալալյան Ալյոնա։ Կրտսեր սերժանտ, 8-րդ D դասանի աշակերտ Հովսեփյան Վազգեն Գարիկի։ Երկրապահների օրներքը կատարում է Վարուժնակ երգչախումբը։ Երկիր, ես քոդեմ ծունկի եմ իջնում, որ խոստովանեմ քո հողին։ Ինչ շշուկն այն տուր, որ ունեցել է մարդու ստեղծած աղոթքն առաջին։ Երկիր, ես քոդեմ ծունկի եմ իջնում։ Հայաստան աշխարհ, իմ տուն, իմ օրան, հավերժ կանգուն իմ հայրենիք, թող խաղաղությունը որպես ամուր գոտի քո սահմանները պարուրի, որ մենք աճենք քո տակ գրկում, որ կառուցենք ու շենացնենք անկախ գալիքդ, պայծառ ու սիրուն։ Շնամին բազմիցս է փորձել խաթարել մեր երկրի անդորը, բայց մենք հզոր ու կանգուն ենք մեր բանակով, մեր զինվորներով, հայ աննկուն կամքով։
Հզոր ու ամուր է այն երկիրը, որ ունի ամուր ու կայացած բանակ, փառք ես հայ զինվոր, փառք քո կամքին, քո նվիրումին, քո հայրենանվեր ծառայությանը։ Հարգելի հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, այսօր մեր հյուրն է զոհված ինձ Գոր Գալստյանի մայրը, որի հիշատակը վառ է բոլորի սրտում։ Խորին խոնարհում բոլոր զինվորներին, բոլոր նրանց, ովքեր ծառայում են այսօր սահմանին, եւ ովքեր իրենց կամքը զոհեցին հանուն հայրենիքին։ Հայաստան, մոռացիր անցյալդ, որ գնաց։ Մենք անկախության սերունդն ենք, եւ մենք ընկերտելու ենք երկրի ապագան։ Հույս, հավատ, սեր, մկրտություն։ Եկեղեցի, դպրոց, բանակ, մեր հարատևան սուներն ու մեր գալիքի գրավականը։ Հազար գույներով արևի, շունչն ես իմ, ուժն ես իմ, թևերի, մտքի, զարկն ես բորբ սրտիս, դու փարոս լույսի։ Դու մայր երկիր, ծովիցով սրված պատմությամբ, Դու իմ երկիր, աշխարհով ծրված հայության հաղթական։ Հայրենիք, հազար գույներով տիրանի
աշակերտներ եւ ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս։ Անկախության 25-րդ տարեդարձի արդիվ։ Շնորհավորանքներս հատկապես հղում եմ անկախության բազմաշնորհ սերնդին։ Հազարամյակների հայոց երազանքը իրականություն դարձավ ձեր սերնդի ժամանակներում։ Դուք այն երանելի սերունդն եք, ով իր մեջ կրում է անկախ ապրելու արժանապատվությունը, եւ ասեմ, որ մեծ պատվախնդությամբ եք դա կրում։ Դուք այն երջանկներից եք, որն ականատեսն ու կերտողն է հայոց հաղթանակների։ Ձեր մասին գրել եմ հայոց աստվածյաններում, ձեր հերոսությունների, ձեր հաղթանակների։ Քարոզիա պատերազմը եւս մեկ անգամ հավաստեց, որ դուք եք սասնածորն ու փոքր մհերը, քանզի դուք առաջինը գնացիք, հասկացաք, որ հայրենի հողը երերում է, ու դուրս եկան բազում մհերներ։ Փառք ու պատիվ նրանց ծնած մայրերին, փառք ու պատիվ նրանց դաստիարակած ուսուցիչներին։ Այսօր առավել հպարտ պետք է լինի հայ ուսուցիչը, որ այդպիսի արծիվներ է դաստիարակել, ուստի խորին խոնարհում նաև ուսուցչին։ Անկախությունը այն միակ արժեքն է, որ պետք է յուրաքանչյուրս կրենք մեր մեջ, ու մեր գործող զորավիգ լինենք նրա հավերժացմանը։ Դեռևս պատանի, բայց ունենք հայոց հզոր բանակ, զարթոնք ապրող հայ մշակույթ, ամբողջովին հայեցի ազգային դպրոց։ Մենք չպետք է մոռանանք, որ այստեղ է եղել Եդեմական դրախտը, այստեղ է տնկվել Նոյան խաղողի առաջին որդը։ Աստծո շնորհիվ են տեսիլքից իրականություն դարձել հայոց յոթնագրերը։ Հայոց անկախության արահետը ձեր միջոցով եւ ձեր շնորհիվ պիտի դառնա լայնահուն մայրուղի, եւ այդ մայրուղով քարավանները տուն դարձի ճանապարհն են բռնելու, իսկ քարավանապետերը համոզված եմ դուք եք լինելու։ Փառք ու պատիվ մեր նորանկախ հայրենիքին, այս շեշուկ երիտասարդությունը թող հավերժանա ու հաշվի հազարամյակներով, ու թե կորցնելու լինենք ինչ-որ բան, թող որ հազարամյակների հաշվի քելը կորցնենք, շնորհավոր բոլորիս, սիրելիներս։ Անկախության 25-ամյակի նվիրված շքերթը համարում են փակված։ Ուրա! Հազար գույներով արևի շունչն ես իմ, ուժն ես իմ թևերի մտքի զարկն ես բոլ սրտիս դու փարոս լույսի Դու մայր երկիր ծովիցով սրված պատմությամբ Դու հին երկիր աշխարհով ծրված հայության